Ինչպես տեսնում եք, իշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում։ Ձեր կարծիքով ճարահատյալ է դա անում, թե արդյոք Փաշինյանին այդ եղանակով կհաջողվի 2026-ին նորից ստանալ ժողովրդի քվեն։ Ինքը երևի մտածում է, որ ինչ որտեղ հարգանք վայելի, ոնց որ ինքը ասենք պայքարում է կոռուպցիայի դեմ, բայց դե չէ։ Դա բռնում բացաթողնում, ֆոկուսնիկ է, էլի տենց չի լում։ Որևէ մեկի վատ մարդու մասին խոսում են, ասում են ինքն էլ կուզի լավն լինի, բայց չի կարում։ Հիմա այդ հնարավորությունը ինքը այդքան կարող է անել։ Մարդը եթե ռեպրեսիա գնում, ուրեմն խնդիր է լուծում։ Իր խնդիրը իշխանություն պահելն է, ինչպես է բոլոր իշխանությունները ամեն ինչի դիմում են։ Ով է հրաժարվում իշխանությունից։ Ես 26 թվականը չեմ պատկերացնում, եթե սրանք ընտրվեն, ոնց ալնելու մեր վերջ։ Մենք ընդհանրապես դառնալու ենք, ոնց որ Արցախը հանձնեցին, նույնն էլ էս ալնելու։ Հիմա Սյունիքը կամանց ուզում են վաճառեն։ Մենք նույն Արցախի ճակատագրին ենք արժանանալու, եթե մնաց այս իշխանությունը։ Երկրի ղեկավարը կամ հեծանիվ է քշում, կամ սիրտիկներ է ուղարկում, կամ ուդարնիկ է նվագում, դա երկրի ղեկավարի արած գործ է, գնում է ուրիշտեղ քծվում Ալիևի համար կոֆե այփում, իսկ մեր բանտերը լցրել է, ինչքան քաղբանտարկյալ ունենք, մեր եկեղեցականներին, քաղբանտարկյալներով լցված են մեր բանտերը։